Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Դուշանբեից հետո Փաշինյանը գնաց Թրամփի հրավերով Շարմ էլ-Շեյխ, այնտեղ էր նաև Ալիևը։ Մենք տեսանք կադրեր, թե ինչպես Փաշինյանը Թրամփին մոտենալով հիշեցրեց, որ ինքը Հայաստանի վարչապետն է, այն դեպքում, որ ԱՄՆ նախագահը առիթը բաց չի թողնում պարծենալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իր ջանքերով։ Ինչ դիտարկումներ կանեք, որքանով էր կարևոր Հայաստանի համար եւ Դուշանբեն եւ Շարմ էլ-Շեյխը այդ խաղաղության գագաթնաժողովը, տարբեր գնահատականներ են հնչում, դուք ինչ կասեք։ Շատ լավ էր, որ Հայաստանին հրավիրել էին եւ Ադրբեջանին հրավիրել էին։ Նման դեպքերում ես ասում եմ փառք Տիրոջը, փառք Աստծո, որ հանդիպումներ են տեղի ունենում ու այդ մակարդակի հանդիպումներին նաեւ Հայաստանին են հրավիրում, պիտի ամրագրենք, որ օրինակ Վրաստանին չէին հրավիրել։ Իրանին հրավիրել էին, ցավոք սրտի Իրանը չէր մասնակցել, մերժել էր, ինչը չեմ կարծում դրական եւ չեմ կարծում, որ իրանական, պարսկական դիվանագիտության արմատներում նման բան կան, թակառակը իրենք միշտ ցանկացած հնարավորությունից աշխատել են օգտվել, այստեղ հնարավորությունները, որ բաց են թողնում, ինչը այդքան էլ դրական չի մեր համար դրական է, որ Իրանի նկատմամբ վերաբերմունքը աշխարհում, այն էլ քաղաքակիրթ աշխարհում մեղմվի։ Ինչ վերաբերվում է ներկայանալուն, ընդհանրապես դիվանագիտության մեջ այդ ընդունված ձև է, ու պիտի այդպես լինի, առավել եւս այն մարդիկ, որոնք չափից ավել շատ հանդիպումներ են ունենում։ Օրինակ կարող եմ ասել, որ ես երևի մի քանի տասնյակ անգամներ հանդիպել եմ, ասենք, Եվրոմիության դեսպան Մարագոսին։ Բայց ամեն հանդիպելուց, երբ որ բարևում ենք, ասում եմ բարև ձեզ, ես Արամ Սարգսյանն եմ, Հանրապետություն կուսակցության նախագահը։ Նույնը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ չափից ավել լավ հարաբերություններ ունենք, բայց միևնույն է հանդիպելուց ներկայանում ես այդպես։ Այսինքն դա որոշակի արարողակարգային խնդիր է, առավել եւս Միացյալ Նահանգների նախագահը, որ օրվա մեջ 10-ից 15 հանդիպում է ունենում, շատ բնական է, որ այդ մարդու հետ մոտենալուց, որպեսզի այդ մարդը այդքան հանդիպումներում, այդքան դեմքեր, անուններ, ազգանուններ, իրարից շատ տարբերվող ազգանուններ, նույնիսկ եթե հիշի էլ, գոնե ազգանունը հիշեցնել է պետք, որովհետև ասենք ամերիկացու համար հիշել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը, ընդունեք, որ այդքան հեշտ չի։ Թրամփը Հայաստանն էլ չի հիշում, եթե Գիտեք, ոչ միայն Հայաստանը չի հիշում, նաև Ադրբեջանը չի հիշում, եւ ես այդտեղ առանձնապես որևէ քաղաքական համատեքստ չեմ տեսնում, ավելին լուրջ չեմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր դրա մեջ քաղաքական համատեքստ են տեսնում։ Այդ մարդիկ թող հասնեն Թրամփի տարիքին, իրենց ծնողների անուններն էլ են մոռանալու, նրանք ովքեր որ ծիծաղում են։ Ես զարմանում եմ այդ տարիքում Թրամփի ստապության վրա։ Ես զարմանում եմ, անկեղծ ասած, մարդը 80-ն անց է եւ այդ տարիքում, ասենք, նման հիշողություն, մտքերի ձևակերպելու, կոնկրետ պահին միանգամից արձագանքելու նախաձեռնությունը վերցնելու, երիտասարդին բնորոշ մարտի մեջ մտնելու ունակություն։ Ինչ կուզեք ասեք, ինքը ունիկալ անձնավորություն։ Ասացիք Վրաստանին օրինակ չէին հրավիրել, այսինքն կարելի ասել, որ յուրայիններին էին հրավիրել այդ գագաթնաժողովին։ Այո։ Տարբերակում են դնում, մեր ու ձեր են անում, հա։ Միանշանակ հրավիրել էին յուրայինների, հրավիրել էին այն ուժերի, որոնք հիմնականում խաղաղության համատեքստում են, որոնք տարածաշրջանում խաղաղության, խաղաղ գոյակցության եւ զարգացման համատեքստում են եւ այո իմ ու քո են անում, իսկ ինչի՞ չպետք է անեն։ Դուշանբեում էլ էին նույնը անում, որովհետեւ մենք էլ տեսանք Լուկաշենկոյի մասնակցությամբ այդ կադրերը, երբ դիմելով Ալիևին ասում է, տեսակ, դուք անհանգստանում եք, թե Փաշինյանը չի գա, բայց ես ասել եմ, չէ, առանց մեզ ուր կգնա Փաշինյանը։ Այո, Դուշանբեում էին նույնն անում եւ թե Լուկաշենկոն, թե Ռուսաստանը միշտ համարել են, որ Հայաստանը իրենց գրպանում է ու որևէ տեղ գնալ չի կարող, բայց դրան նաեւ հակադրեց Նիկոլ Փաշինյանը իր ելույթով, որտեղ իր ելույթը ամբողջությամբ նվիրված էր Վաշինգտոնյան համաձայնություններին, դրանց դրական արդյունքներին, ԱՄՆ փառաբանում էր եւ ես մի անգամ ասել եմ, որ այդ հանդիպման ժամանակ այնքան իմ ու քո էր, որ մյուսները Նիկոլ Փաշինյանին նայում էին այնպես, ինչպես թուրքը նայում է խոզի մսին։ Այս թեման ամփոփելով եւս մեկ հարց, պարոն Սարգսյան,
Այստեղ Փաշինյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կամ ես որ առանձնացրեցի իմ հարցում այդ դիտարկումը, նրանք ծաղրանքի համատեքստում են այդ ամենը ներկայացնում, ասում են ուր գնում է ծաղրում են, այսինքն Փաշինյանին ուղղված ավելի լուրջ քննադատություն չկա, որ փորձում են այսպիսի դիտանկյունից ներկայացնել, թե իբրև Հայաստանի ղեկավարին ամենտեղ ծաղրում են։ Պիտի ասեմ, որ ընդդիմության խնդիրը իշխանություններ փոխելն է եւ իշխանության թերություններ ցույց տալը եւ ծաղրը, հեգնանքը դրանք այն ժանրերն են, որոնք հայ ընդդիմադիր քաղաքական դաշտում միշտ օգտագործվել են, ասենք մեր ժամանակներում, երբ որ համացանց չկար, ասենք 4-րդ իշխանություն թերթներ, որը գրում էր, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի երազը, Սերժ Սարգսյանի երազը, մոտավորապես եւ հանրային որոշակի պահանջարկ կա նաեւ քաղաքականությունը հումորի վերածելու եւ որևէ կերպ դրա դեմն առնել հնարավոր չի, որովհետեւ մեր ժողովուրդը բացի ամեն ինչ շատ հումորով ժողովուրդ է եւ դրանում էլի վատ բան չկա եւ ամեն բառից հետո փորձում են ինչ-որ հումորային բան գտնել, նույնն էլ էս թևի վրա, երբ որ Ռոբերտ Քոչյանը ասաց, որ տանի իրեն Տիկին Բելան էլ Ռոբե ասում, սկսեցին ասել Բելայի բախտը բերել է եւ այլ, այսինքն սրանց պիտի հումորով ներկայացրածին, եթե վերաբերվենք հումորով, ոչ ներքին չարությամբ, կամ առհամարանքով նորմալ է։ Իսկ քննադատության իհարկե շատ լուրջ տեղեր կան եւ ցավոք սրտի ընդդիմությունը այդ քննադատության լուրջ տեղերը մի կողմ դրած զբաղվում է որոշակի մանիպուլյացիայով, դիվայնացնելով գործող իշխանությանը եւ նրա փոփոխության մեջ տեսնելով Հայաստանի փրկությունը։ Ու եթե դու ասում ես, որ այ Նիկոլ Փաշինյանը փոխվելուց հետո իրական եւ արժանապատիվ խաղաղություն կլինի, դու պիտի ասես, թե որն է այդ արժանապատիվ խաղաղությունը։ Այսինքն արժանապատիվ խաղաղություն ասելով ինչ է հասկանում այս ընդդիմությունը, ասենք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ իր թևի մարդիկ, որ արժանապատիվ է այդ խաղաղության, այսինքն իրենք ինչ են անում, որ այդ խաղաղությունը դառնում է արժանապատիվ։ Ալիևին ասում են վերջ, այլևս դու պիտի հրաժարվես կամ քո թիմի անդամները պիտի հրաժարվեն սահմանադրական փոփոխություններ ուզելուց։ Այո, ասում են զինվենք այնքան, պաշտպանություն բարձրացնենք այն աշճանի, որ պարտադրենք, Ալիևը մտածի մեզ վրա հարձակվելու։ Տեսեք, որպեսզի զինվես դրա համար խաղաղություն է պետք։ Որպեսզի կարողանաս զինվել, որպեսզի կարողանաս քո տնտեսական, արտադրական, մարդկային ռեսուրսները վերականգնես, հոգեբանորեն վերականգնվես հպարտությունից հետո, դրա համար ժամանակ է պետք ու խաղաղություն։ Պատահական չէր, որ Ադրբեջանը 94 թվականին նվաստացուցիչ զինադադարի փաստաթուղթ ստորագրեց։ Այդ փաստաթուղթի ստորագրմանը մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը։ Այսինքն մասնակցում էր մի երկրի պաշտպանության բանակի հրամանատար, ով Ադրբեջանի ասելով 7 շրջան էր գրավել, եւ ում իրենք չէին ճանաչում, բայց իրենք համաձայնեցին ու ստորագրեցին, չէ՞։ Դրանից հետո որևէ մեկը Ալիևի հրաժարականը չպահանջեց, չէ՞։ Չասացին, ես ինչ նվաստացուցիչ կամ ոչ արժանապատիվ, ատամները կրճտացնելով գնացին ու ինչ արեցին։ Իրենց ունեցած ամենամեծ հարստությունը, նավթային ու գազային ռեսուրսները տվեցին British Petroleum-ին։ Ասացին, եկեք շահագործեք այս միջոցները, այս կապեք աշխարհի հետ, ֆինանսական միջոցներ դրեք, որ մեր տնտեսությունը տեղից պոկվի, շահույթը մուծեք պետական բյուջե։ Ու հիմա Ալիևն ինչ է ասում։ Ասում է, մեր երկրի պաուստային ֆոնդը 16 անգամ ավելի է, քան միջպետական պարտքը։ Աշխարհում այդ բացառիկ երկրներ կան, որ նման հնարավորություն ունեն։ Այսինքն իրենք իրենց տնտեսական պոտենցիալը ունեցած բնական ռեսուրսները եւ մարդկային ռեսուրսները ճիշտ կառավարման տվեցին։ Այ սա է գործողությունների այն սխեման, ինչը Ադրբեջանն արել է։ Հիմա ինչ են առաջարկում մեր ընդդիմադիրները։ Եթե իրենք գալիս են ու ասում են, գիտեք ինչ, այ այն ինչ որ դուք ասում եք սահմանադրության փոփոխություն արեք, մենք այդ չենք անելու,
ու այդ ձեր գործը չի, չնայած այս իշխանություններն էլ ասում են երեք Արարատ Միրզոյանն ասաց, որ որևէ երրորդ կողմի մոտ նման պայմանավորվածություն չունենք, այսինքն այդ մանիպուլյացիա է ուղղակի, բայց հանրության ընկալման մեջ, քանի որ Ադրբեջանը պահանջել է Հայաստանի իշխանություններն էլ, այդ ուզում են ընկալվելու է այդպես։ Ուզում են իշխանությունները արդար է, անարդար է, ես այդ հարթության մեջ չեմ նայում։ Մեր հանրությունը ընկալելու է, որ սա Ադրբեջանի պարտադրանքով է, այս սահմանադրության հանրակրվեն։ Եթե դու հրաժարվում ես, կատեգորիկ մերժում ես, ուրեմն դու չես խոսում խաղաղության համատեքստից։ Եթե ընդդիմության ամենաբարձր քվեուզող կամ իր ամենաբարձր բացասական վարկանիշ ունեցող կամ ամենաշատ հականիկոլ տեխնացու Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ օգոստոսի 8-ից փաստաթուղթը մեզ ոչինչ չի տվել է Ադրբեջանին ու Ռուսաստանին, ու իրականում այդտեղ բանակցություն եղել է Թրամփի ու Ալիևի մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանը սեղան է աթոռը, դեկորացիա է պատի նկարը, այսինքն լրացուցիչ բոնուսներ է տալիս Իլհամ Ալիևի թիմին ու Իլհամ Ալիևին, որ ես ուժեղ քաղաքական գործիչ եմ, Հայաստան չկա, ինչ ուզես ստացել եմ, էլի։ Ու դրա համար Ադրբեջանը այդ լավ էլ պտտացնում է, դարել է իրենց լրատվականների հերոսը, ու այդ ադրբեջանագետները, որոնք քույր են գալիս, նաև այս թեմաներից խոսեն, էլի։ Չգիտես ինչի շրջանցում են այդ թեմաները։ Ու եթե ինքն ասում է, քանի որ այդ Հայաստանն այդտեղ դեկորացիա է եղել, ընդհանուր առմամբ պետք է ինչ-որ բան առաջարկել, որ Ալիևը կմերժի։ Լավ, առաջարկեցիր տարբերակ, որ Նախիջևանով թող Միացյալ Նահանգները Նախիջևանում էլ կանգնեն, ու Ադրբեջանը մերժեց։ Դրանից հետո ինչ ենք անում։ Ասում են դրանից հետո Թրամփին կասենք, դե տեսեք մենք համաձայն էինք Ադրբեջանը մերժեց, հետևաբար այդ պայմանագիրը չկա, վերջ կազատվենք դրանից։ Հա։ Բայց դրան ինչ է հետևելու։ Հենց ամբողջ խնդիրը դրանում է։ Դրանից հետ դրան ինչ է հետևելու։ Մերժեցիր օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը մերժելուց հետո, երբ որ ասացիր դե լավ Թրամփ քո մոտ էլ չստացվեց, Ալիևի ձեռքերը ամբողջությամբ բացվում է։ Ալիևն ասում է, տեսեք, կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որով Հայաստանը պիտի ճանապարհ տար ռուսական վերահսկողությամբ մեզ դեպի Նախիջևան գնալ գալու։ Հայաստանը դա չարեց։ Հրաժարվեց նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կատարելուց, հետո ստորագրվեց փաստաթուղթ Միացյալ Նահանգներում, որտեղ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ եւ նրա վկայությամբ ստորագրվեց փաստաթուղթ, որ դա լինելու է Թրամփի ուղի։ Հայաստանը սա էլ մերժեց։ Ինձ այլ տարբերակ չի մնում, քան ուժային մեթոդներով լուծել այս խնդիրը։ Ձեր կարծիքով Ալիևը չի ասելու։ Որն է այն երաշխիքը, որ Ալիևն ասելու չէ, դե որ այդպես են կարծում հայերը, սպասեմ տեսնեմ, թե իրենք ինչ տարբերակ են առաջարկում, որ իրենց համար արժանապատիվ է, որ ես դրան համաձայն եմ։ Այդ ո՞նց։ Չի կարող, այսինքն այն ինչ որ առաջարկում են, այսպես ասեմ, նախկին իշխանությունները, այդ թևի ուժերը, իրենց առաջարկածը նոյեմբերի 9-ի 9-րդ կետին վերադառնալն է։ Իսկ նոյեմբերի 9-ի 9-րդ կետին վերադառնալը նշանակում է տալ ճանապարհ մեր այնպես ինչպես Ռոբերտ Քոչյանը ձևակերպեց ամենաթանկ բանը, ու այստեղ էլ պիտի ասեմ, որ Ռոբերտ Քոչյանը առաջինը չէր։ Միանշանակ առաջին իմ եղբայր Վազգեն Սարգսյանն էր, ով ասել էր մեղրին իր քար ու քրայով աշխարհի մեծերին բերում է մեր դուռը։ Այսինքն այստեղ էլ ինքը երկրորդն ու երրորդն է։ Ամբողջ կյանքում երկրորդ, երրորդն է եղել իմիջայլոց Ռոբերտ Քոչյան, ու այդ իր դժբախտությունն է, կամ չգիտեմ գուցե հաջողությունը, բայց խնդիրը հետևյալում է, որ եթե դու այդ ճանապարհը տալիս ես նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, դա այլևս միջին միջանցք չի։ Որովհետև այս ճանապարհի բովանդակությունը ոչ թե Ադրբեջան-Նախիջևան կապի մեջ է, այլ միջին միջանցք դառնալու մեջ է, որ կենտրոնական Ասիայից բեռները գնան հասնեն Եվրոպա, որ կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները գնան հասնեն Եվրոպա։ Տեսեք, ինքը չիմանալով տվյալներ է ներկայացնում, ասում է Միջին Ասիական Հանրապետություններում այդ գազը չկա։ Իսկ իրականում, ասենք, ցանկացած մեկը ով ուզում է ճշտել, կարող է մտնել գազային պայմանավորվածությունը տեսնել, որ Գալկանիշի հանքավայրում մինչև 17 տրիլիոն խորանարդ մետր գազ կա։
նոր հանքավայրում այդքան գազ կա։ Ադրբեջանի Շահ Դենիս հանքավայրում 1.5 տրիլիոն գազ կա, որը դեռ չի շահագործվում։ Եվ բնականաբար Միացյալ Նահանգները ու Եվրոպան շահագրգռված են այս գազը տեղափոխել դեպի Եվրոպա։ Եվ դրա համար արդեն կա նախագիծը։ Այդ նախագծով առաջի 20 տարում 20 միլիարդ ներդրում է արվում եւ 30 տրիլիոն խորանարդ մետր գազ, 30 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան տեղափոխվում է Եվրոպա, որից հետո երկրորդ 20 տարում եւս 6 միլիարդ ներդրում է արվում, քանի որ նախորդի վրա արդեն երկրորդ գիծն է գնալու, էժանանում է, ընդհանուր արժեքը դառնում է 26 միլիարդ եւ 60 միլիարդ խորանարդ մետր կենտրոնական Ասիայից պիտի գնա հասնի Եվրոպա։ Եվ ով է այդ գազատարի վերահսկողությունը, այդ գազատարի կառուցման, նրա մատակարարման, նրա անխափան աշխատանքի երաշխավորը, վստահաբար ասում եմ ձեզ, նա ով է համաձայնագիրը ստորագրեց, իսկ ինքը որտեղ է ներկա, բնականաբար Հայաստանում, միայն Հայաստանում, ու դա շատ ձեռնատու է, ինչի, որտեղ միայն Հայաստանում է, որ կոնսորցիումային կառավարում է, համատեղ կառավարում է։ Օրինակ երկաթգծի պարագայում ակնհայտ հայտարարվեց, որ Հայաստանը ունենալու է որոշիչ բաժնեմաս, այսինքն տեսակետ ասելու եւ գործընկերոջ առաջարկները արգելապակելու հնարավորություն ունեցող բաժնեմաս։ Գազամուղում ինչ կունենա չգիտեմ, բայց ինչ էլ ունենա, այդ միանշանակ օգուտ է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Դե դա ժամանակը ցույց կտա, պարոն Սարգսյան, թե ինչ
պիսին կլինեն դետալները թրիփի նախագծի հետ կապված, որովհետև հակառակողմիներ ոլորսում ես, ասում են վստահ պնդումներ են անում, որ ամեն ինչ հանձնված է, դա միջանցք է, բայց ըստ էության դեռ դետալները համաձայնեցված չեն։ Ես նախատեսել էի Քոչարյանին կամ ընդդիմությանը եւ նախընտրական տրամաբանություններին մի փոքր ուշ անդրադառնալ, բայց դուք արդեն անդրադարձաք։ Հիմա Քոչարյանը ինքն է օգնում Փաշինյանին, թե Փաշինյանն է Քոչարյանին նշանակում իրեն գլխավոր ընդդիմություն, ինչ կարող եք ասել այդ նախընտրական տրամադրությունների հետ կապված, դաշտում նոր քաղաքական ուժեր կան, հներն են։ Ես նախ ասեմ, որ այն որ ասում են նրանք, ովքեր որ ասում են ամեն ինչ հանձնված է, վերջ ճանապարհը տրված է, այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս կարդալ ստորագրված փաստաթղթի 3-րդ կետը, որտեղ հստակ գրված է թրիփի ուղու մասին եւ գրված է թրիփի ուղին ինչ պայմաններում է գործելու Հայաստանի տարածքում եւ ինչ պայմաններ Նախիջևանի տարածքում։ Իրենց գովերքած նոյեմբերի 9-ի 9-րդ կետում որևէ բարձ չկար փոխադարձության սկզբունքի մասին, այսինքն դա միայն Ադրբեջան-Նախիջևան ճանապարհ էր, այստեղ փոխադարձություն կա։ Դե ասում են մինչև այդ ձևով չիրականացվի, պետք չէ հավատալ գործող իշխանություններին։ Իրենք ասում էին, որ Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթուղթ, քանի դեռ սահմանադրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, տեղի չունենա։ Իրենք ասում էին, որ պատերազմ է լինելու, ամեն գարունաշուն ձմեռետ են ասում։ Իրենք ասում էին, որ հաջորդ քայլը Տավուշից հետո Տավուշի եկեղեցին հանձնելն է, դրանից հետո ասում էին անկլավները հանձնելն է։ Հիմա քանի որ պատերազմից խոսել չեն կարող, այլ թեմաներից խոսել չեն կարող, գրած ուղիղ կարդում են, թե ինչ սկզբունքով է Թրամփի ուղին գործելու, դա էլ չեն տեսնում, այս դեպքում լրացնելու ասելու բան չկա, բայց ես մի անգամ ասել եմ, նաև կարծեմ գրել եմ, որ նույնիսկ Շարմ-ալ-Շեխում կանգնած նկարվելու համար կանգնած ուխտին էլ պարզ է, որ Թրամփի ուղու վրա կամ ամերիկյան ճանապարհի վրա որևէ մեկը չի արձակվելու։ Ուղղակի չհարցակվել, որովհետև դա նույնն է, որ հարձակվեց Միացյալ Նահանգների վրա։ Հետևաբար, որ առաջկա շրջանում խաղաղություն կարող է լինել, այդ միանշանակ։ Այդ ողջունելի է, թե չէ, իհարկե ողջունելի է։ Այդ խաղաղության ժամանակահատվածը պետք է օգտագործել, որ խաղաղությունը դարձնել հիմնական ու երկարաժամկետ։ Այո, պետք է օգտագործել։ Ինչպես պետք է օգտագործել, ես չգիտեմ իրենք ինչ են առաջարկում։ Ռուսաստանն ինչ է առաջարկում, որ այդ խաղաղությունը դառնա հարատև։ Եկան նոյեմբերի 9-ի 9-րդ կետով կանգնեցին, հետո ինչ զենք են մեզ տալու։ Հետո ինչ, որ Ադրբեջանը փորձի ինչ-որ բան անել, իրենք մեզ պաշտպանելու են։ Ես կարող եմ շատ պարզ մի օրինակ բերել։ Արաբական մի պետության, որի անվանումը Սիրիա էր, աշխարհի ամենահին պետություններից մեկը, մեր նման հին։ Այդ պետության ղեկավարը Բաշար ալ-Ասադը ամբողջությամբ վստահում էր Ռուսաստանին եւ ասում էր այն, ինչ ասում էր Ռոբերտ Քոչարյանը։ Բացարձակ ասում էր այն, ինչ ասում էր Ռոբերտ Քոչարյանը եւ ինքը ամբողջությամբ ռուսական գծի տակ էր եւ ոչ միայն ցամաքային բազա էր տվել Ռուսաստանին, այլ նաեւ Տարտոսում նավահանգիստ էր տվել Ռուսաստանին։ Ռուսաստանն այնտեղ նավատորմ ունել։ Ու ինչ տեղի ունեցավ Սիրիայում։ Ռուսաստանը Սիրիան զիջեց Թուրքիային։ Կա մեկը, որը հակադրվում է սրանում իմ հետ։ Կա որևէ ռուսական թևի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, կամ դրա ազդեցության տակ, կամ Սամվել Կարապետյան, կամ իրենց ազդեցության տակ գտնվող քաղաքական որևէ երիտասարդ գործիչ, որը կհակադրվի սրանում ու ինձ կասի այդպես չի կարող հակադրվել։ Այդպես չեն հակադրվում, ասում են իսկ որն է երաշխիքը, որ ԱՄՆ-ի շահը չի փոխվի եւ նույն բանը ԱՄՆ-ն չի անի Հայաստանի հետ։ Տեսեք, խնդիրը այստեղ հետեւյալում է, քանի որ Ռուսաստանը Սիրիայում զիջեց Թուրքիային, չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում էլ չի զիջի Թուրքիային։ Առավել եւս մի անգամ արդեն աչքի տակ տեսանք, թե Լեռնային Ղարաբաղը ինչպես զիջեց Ադրբեջանին։ Մենք սրանից դաս վերցրել ենք, թե չէ։ Այսինքն Ռուսաստանի զիջելու հավանականությունը անհամեմատ ավելի մեծ է եւ շատ ավելի կարճ հիշողություն է պահանջում մեզանից։ Սա փաստ է, չէ։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին, Միացյալ Նահանգների այսօրվա շահերը մեր հետ համընկնում են։ Վաղը երբ որ չի համընկնի, ես կդառնամ Միացյալ Նահանգների համար 1 հակառակորդ։ Ես ռուսասեր կամ ամերիկասեր չեմ։ Ես իմ երկրի շահերի մասին եմ մտածում։
Միացյալ Նահանգները այսօր գործողությունների ցանկ է առաջարկում, որը այդ ձեր ասած արժանապատիվ խաղաղության հասնելու ու արժանապատիվ դիրքերից խոսելու հնարավորություն է ստեղծում մեզ, ինչը չի առաջարկում Ռուսաստանը, ու Սիրիայի օրինակը դրա համար բերեցի։ Ռուսաստանը չի կարող այդ առաջարկել։ Ինչ է առաջարկում Միացյալ Նահանգները։ Պարզ բան, մի օր առաջ համացանցում տպվեց մեր հայ ազգի ազգության փայ, բայց Միացյալ Նահանգների քաղաքացի պարոն Լիբարիդյանի հարցազրույցը, ով ներկայացնում է Nvidia ընկերությունը, որին ես միշտ Nevada եմ ասում, Nvidia ընկերությունը տրիլիոնների կարողություն ունեցող ընկերություն է։ Nvidia-ի ունեցած սեփականությունը Հայաստանի 61 տարվա բյուջեն է։ Երեք պարոն Լիբարիդյանն ասաց, որ ծրագիրը, որը իրենք անում են Հայաստանի համար, իսկ այդ Միացյալ Նահանգներն է անում։ Առանց Միացյալ Նահանգների Nvidia-ն որևէ տեղ չի մտնում։ Ծրագիրը, որը մենք անում ենք Հայաստանի համար, ավարտին կհասնի մինչև այս տարվա վերջ, եկող տարվա կեսեր, այսինքն մի տարվա մեջ։ Այդ ծրագրով Հայաստանում հավաքվում է աշխարհի ամենահզոր կոմպյուտերը։ Արհեստական բանականության ունակությամբ աշխարհի ամենահզոր կոմպյուտերը, որի շահագործման համար անհրաժեշտ է լինելու 100 մեգավատ էլեկտրոէներգիա։ Ես ես ասեմ, որ մեր ատոմակայանը ընդամենը 400 մեգավատ էլեկտրոէներգիա է տալիս։ Դուք պատկերացնում եք էներգետիկայի էներգիայի ինչպիսի սպառում, որը ապահովելու է Մերձավոր Արևելքի այդ հարուստ երկրները, որ կան, Կատար, Սաուդյան Արաբիա, Արաբական Էմիրություններ եւ այլ եւ այս ամբողջ տարածաշրջանի ծրագրերի արագ մշակման եւ տեղափոխման խնդիրները։ Այս Հայաստանին ուրիշ գիտահեն կենտրոնի հենքի վրա է բերում։ Ես բազմաթիվ անգամներ խոսել եմ ու չեմ օգնում խոսելուց, որ Թրամփի հետ ստորագրած երկկողմ փաստաթղթում Միացյալ Նահանգները առաջի կետը դրել է կիսահաղորդիչները։ Մեր ժողովուրդը, չգիտես ինչի քիչ պատկերացումներ ունի, ու անդադ ինձ գրում են, ասում են, կարող եք ասել այդ ինչ էր։ Իհարկե կարող եմ ասել, կիսահաղորդիչները դրանք նյութեր են, որոնք էլեկտրականությունը որոշակի մասով են փոխանցում։ Եվ այդ կիսահաղորդիչ նյութերը հետաքրքիր են նրանով, որ իրենց այդ պարամետրերը հաղորդման էլեկտրականության փոփոխվում է լույսի ու ջերմաստիճանի հետ կապված։ Ու դուք մի կզարմացեք, որ ձեր մատով, երբ որ դիպչում եք ձեր հեռախոսի որևէ ապակու կետին, այնտեղ ինչ-որ բան է փոխվում ու գրվում, կամ որ ուզում եք պատկերը մեծացնում եք։ Այս դրա շնորհիվ է։ Կիսահաղորդիչները, սիրելի ժողովուրդ, դա առաջին հերթին, որպես կիսահաղորդիչ նյութ է հանդիսանում սիլիցիումը։ Երկրորդը այդ գերմանիումն է։ Երրորդը գալիում, արսենիումն է։ Այս երեք նյութերն են։ Յուրախություն մեզ, այս երեք նյութերն էլ Հայաստանում կան։ Սիլիցիումը հիմնականում կորզում են մետաղական հանքավայրերի թափոններից։ Հենց ասում են մետաղական հանքավայրերի թափոններ, իմացեք, որ ի նկատի ունեն պոչ ամբարները, որոնց վերջի շրջանում անվանում են նաև պոչահանքեր, որտեղ իրականում այդ պոչ ամբարները այս բազմաթիվ հողային մետաղներ, թանկարժեք մետաղներ, այդ անունները որ կրում են, այդ պոչ ամբարներում են։ Այդ սիլիցիումը ստանում են կվարցային ավազը 1000 աշճար ջերմաստիճանում մշակելով, բայց այդ 1000 աշճար ջերմաստիճանում այդ կվարցային ավազը մշակում են 3 նանո ճշտությամբ սարքավորումներով։ Այդ լաբորատորիաները շատ ավելի մաքուր են, քան դեղագործական ցանկացած լաբորատորիա, օդի մաքրության առումով։ Այդ կվարցային ավազներից, որոնց շատ է մեր պոչամբարներում, որովհետև մենք այդ հանքանյութից կորզել ենք պղինձը, կորզել ենք մոլիբդենը, ինչ որ չափով ոսկին, եթե 1%-ից ավելին է, մնացածը գնացել է լցվել է, արդեն քիմիապես մաքրված, գնացել լցվել է պոչամբար, եւ այդ կվարցային ավազները արդեն մաքրված մենք ունենք Հայաստանում։ Հետևաբար մենք ունենք նյութերը, մենք ունենք մասնագետները, Միացյալ Նահանգներն ասում են, ես քեզ կտամ տեխնոլոգիաները այդ 3 նանոճշտությամբ սարքավորումները եւ ձեզ կտամ տեխնոլոգիան ու այս դեպքում Հայաստանը վերածվում Թայվանի ու ավելի արժանապատիվ լինել անհնարին է այն տարբերակով որ Ռոբերտ Քոչյանի ժամանակ
Վարդան Օսկանյանի բնորոշմամբ վագրային թռիչքներ էր անում Հայաստանը, այդ ժամանակում Ադրբեջանի բանակի բյուջեն հասել է 1 միլիարդի, իսկ մեր բանակինը 300 միլիոնի։ Այսինքն, եթե նույն կերպ Ռոբերտ Քոչարյանը տնտեսությունը փորձի զարգացնել, որևէ բան չի տալու, ու դա արժանապատիվ չի լինելու, մեզ թռիչքային է պետք, իսկ թռիչքային կարող է տալ միայն Միացյալ Նահանգները։ Հիմա նախընտրական այդ տրամադրությունների հետ կապված հարցս, պարոն Սարգսյան, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր ընդդիմադիրը այս տարի լինելու է Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը։ Ասում են Նիկոլ Փաշինյանն ինքն է նշանակում իր ընդդիմությանը եւ նրան հարմար է, որ Քոչարյանը լինի այդ ընդդիմությունը։ Միգուցե ինքն է նշանակում, չգիտեմ, որովհետեւ ըստ քաղաքագիտության ում հետ կռվում է իշխանությունը, նա էլ դառնում է գլխավոր ընդդիմությունը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը կկռվի Ռոբերտ Քոչարյանի հետ, գլխավոր ընդդիմությունը կդառնա Ռոբերտ Հիմա ինչ Քոչարյանը։ կարող եք ասել այդ առումով։ Գիտեք, ես չէի ուզենա կանխատեսումներ անել, թե ով կդառնա, բայց ես կարող եմ ասել, որ այդ թևը այ պատերազմի պարտությունից հետո այդ իրական այդ ճնշված իրավիճակում եւ այլնի մեջ լավագույն դեպքում 22% ունեցավ Ռոբերտ Քոչարյանը եւ 5% պատիվ ունեմ, ինչ որ առումով լրացնելով, ընդհանուր առմամբ իրար հետ 28%։ Հիմա ես կարող եմ ասեմ, որ այդ թևի իմ կարծիքով տոկոսները 28-ից նվազել են միանշանակ, այսինքն Ռոբերտ Քոչարյանը ունենալով ամենամեծ խմբակցությունը խորհրդարանում, ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում, այս 4 տարիներին, 5 տարիներին ոչ միայն որևէ բան չարեց, որով ավելացներ իր վարկանիշը, եւ ինչ որ բանով օգտակար լիներ պետությանը, որ մարդիկ ասային, տեսեք, այլ ընդհակառակը մաշեցրեց այդ խմբակցությունն էլ, այդ ազգային ժողովն էլ, իրենց էլ, հայհոյանքներից ու վեճերից են կողմ որևէ բանի չանցավ։ Արդյունքում այո, մաշեց նաև Նիկոլ Փաշինյանը եւ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը այդ 52% վարկանիշը չունի, այլևս ինչպես ունեցավ 2021 թվականին։ Այսինքն երկու բևեռի վրա էլ որոշակի առումով քվեների մաշվածություն է գնացել։ Բայց այն որ ընդհանուր աշխարհակաղակական համատեքստում Հայաստանը սկսել է ընկալվել ավելի առաջադեմ աշխարհի հետ։ Հայաստանի շփումները աշխարհի հետ ավելի մեծացել են։ Հայաստանում այս ընթացքում անվտանգության որոշակի եւ ակնհայտ երևացող երաշխիքներ ապահովեցին եվրոդիտորդները։ Հայաստանը սկսեց զենք զինամթերք գնել ոչ միայն Ռուսաստանից, այլ ընդհանրապես սկսեց արդեն գնել այլ երկրներից։ Հայաստանին հրավիրում են տարբեր տեղեր։ Հայաստանը նախաստորագրել է Ադրբեջանի հետ փաստաթուղթ եւ ընդհանուր առմամբ առաջիկայում պատերազմի ռիսկերը բավականին փոքր են։ Այս համատեքստերը օգնելու են, որ Նիկոլ Փաշինյանը էլի ունենա ամենաբարձր քվեն, նաև իշխանական ռեսուրսն ունենալով, նաև ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումով, ես ես չեմ բացառում։ Իսկ ընդդիմադիր դաշտի այդ թևի քվեն այդ 28%-ից նվազելու է եւ ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եթե իր անձով առաջադրվի 22%-ը իր ռեկորդն է մնալու ընդհանրապես ընտրություններում արդար հավաքած ցուցանիշի առումով։ Ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանին, երբ որ կուսակցություն կստեղծեն, այդ ժամանակ էլ այդ թեմայով կարելի է խոսել, ես ասեմ, որ ես համարել եմ Սամվել Կարապետյանին բարերար, երբ ինքը Լեռնային Ղարաբաղում 25 միլիոն դոլարի Ստեփանակերտում հիվանդանոց կառուցեց, դա իսկապես բարեգործություն էր ու մեծ բարեգործություն։ Ես համարել եմ բարերար, երբ ինքը Էջմիածնում եւս 25 թե 28 միլիոնի ներդրում արեց, կառուցեց այդ դահլիճը, հետո վերհարանը վերանորոգեց եւ այդ վերհարանի այսօրվա ունեցած ներքին հարդարանքը չթաքցնեմ, որ Վատիկանին համազոր է։ Նույն կարգի քարերով մեծ կտորների ամենաբարձր որակի վարպետների աշխատանքով եւ դա էլ միանշանակ շահույթ չհետապնդող էր։ Եվ Սամվել Կարապետյանը կարող էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիշողության մեջ մնալ որպես մեծ բարերար։ Եթե ինքը չփորձեր մտնել քաղաքականության մեջ
եւ իր դրսում վաստակած գումարներով փորձել այստեղ Բայց քաղաքականությունը ելք է մտել քաղաքականության մեջ, պարոն Սարգսյան, վստահաբար եմ ասում։ հայտարարություն է արել, որ Վստահաբար եմ ասում ձեզ, որ եթե Սամվել Կարապետյանը նույնիսկ այդ հայտարարությունն էլ չաներ, ինքը սեպտեմբեր ամսին հայտարարելու էր, որ քաղաքական գործընթացների մեջ է մտնում եւ այն հանգամանքը, գիտեք, մարդը կարող է քաղաքական գործընթացների մեջ մտնել, բայց Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է, ինքը ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի է, այլև Կիպրոսի քաղաքացի է, օտար երկրում հարստացած Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Սամվել Կարապետյանը ընտրություններում հայտ է ներկայացնում մասնակցելու այդ երկրի ներքաղաքական կյանքին եւ ակնհայտորեն ինքը ռուսական գծի մեջ է, դա արտաքին քաղաքական միջամտություն եմ գնահատում մեր երկրի ներքին կյանքին եւ նման բաները պիտի խաթարվեն, պիտի թույլ չտրվեն։ այնինչ արեց իշխանությունը։ Գիտեք, իշխանությունն արեց ցույց տալով, որ այդ հայտարարությունը իր մեջ մեր ձևով այդ հայտարարությունը ինքը ուղիղ ոչ իրավական համատեքստում է տեսնում։ Այսինքն այդ հայտարարությունը ընդունվեց որպես պատրվակ, տակը իրավական ինչ որ հենք դնելով։ Հիմի, չգիտեմ, ես չգիտեմ թե Մարի Լպենին, օրինակ Էմանուել Մակրոնը ինչ հենքով է արգելել ընտրություններին մասնակցելու։ Գուցե Մարիա Լպենն էլ է ասել մեր ձևով ինչ որ բան եմ անելու կամ նմանատիպ ինչ որ բան։ Բայց ես իսկապես համարում եմ, որ Ռուսաստանի քաղաքացին, հնել միլիարդատերը, Հայաստանի ներքաղաքական կյանք մտնելու եւ այդ ներքաղաքական կյանքում ազդեցություններ ունենալու փորձերը պիտի միանգամից խաթարվեն, թույլ չտան, որովհետեւ դա ակնհայտ Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքում սեփական արդյունքներ հասնելու գործընթացներին են միտված։ Օրինակ տեսեք Մոլդովայի նախագահ Սանդուն երկու այդպիսի կուսակցություններ, որոնք ներսում էին, գրանցված էին, երկքաղաքացի էլ չէին, փակեց։ Պարոն Սարգսյան, վաղար շաբաթում ունեք ձեր կուսակցության կողմից քաղաքապետի առաջադրված թեկնածու, որը հայտարարում է, որ թույլ չեն տալու, որպեսզի Գյումրիի երկու սցենարը կրկնվի, եւ առհասարակ այս Գյումրիի հնարավոր սցենարը պատկերացնում են նաեւ ավելի մեծ մասշտաբով համապետական ընտրությունների ժամանակ, ասում են հնարավոր է, որ տարբեր դեմքերով, նոր դեմքերով այս ռուսամետ ուժերը ներկայանան ընտրություններին, գնան ընտրություններին, բայց վերջում միավորվեն եւ փորձեն իշխանություն վերցնել։ Հիմա եւ վաղաշաբաթի հետ կապված ձեր հնարավորությունները ինչպես եք գնահատում եւ առհասարակ այդ Գյումրիի սցենարի կրկնությունը 2026-ի ընտրությունների ժամանակ։ Ամբողջությամբ կիսում եմ մեր տեխնացուի այդ մոտեցումը, որ վաղաշաբաթում Գյումրի թույլ չենք տալու։ Այսինքն դա նշանակում է, որ վաղաշաբաթում թույլ չենք տալու, որ կոմունիստական կուսակցության անդամ դառնալով մի օրվա մեջ որոշեց կոմունիստական կուսակցության անդամ դառնալ, ռուսական բազան գովաբանելով, Ռուսաստանի հետ չլելը շանտողություն համարելով, ինչ որ մեկը քուչում հարգված հեղինակություններով եւ այլնով ընդհանուր քվեները հավաքի եւ այդ համատեքստում ինքը ընտրվածների մեջ երկրորդ տեղ լինելով գա ու դառնա իշխանություն։ Սա այս ընդհանուր առումով այս մոտեցումը դրանով արդարացված է, իսկ որ մյուս թևերը հենց այդպես են վարվում ու այդ չեն էլ թաքցնում, դա ակնհայտ երևում է։ Օրինակ տեսեք Դաշնակցության տեխնացուն, որը մի կուսակցության անունով էլ է ինչ որ հանդես գալի, չգիտեմ, հաղթանակ թե առաջընթաց ինչ որ էս կարգի բանով, ասենք ինքը ժամանակին Տարոն Մարգարյանի երիտասարդական թևից էր, Ժող ինստիտուտի ուսանողական այդ երիտասարդական թևի անդամ էր, հետո հանրապետականի, ասում էին հանրապետականի սակուլիկ, հիմի Դաշնակցության, որը նույնն է Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն է, էջմիածնում։
Երբ որ Ռոբերտ Քոչյանն ասում է իմ թիմը, ինքը ի նկատի ունի Դաշնակցությունը եւ Մայր Հայաստան խմբակցությունը, որևէ մեկին գաղտնիք չի, որ Անդրանիկ Թևանյանը ամբողջությամբ Ռոբերտ Քոչարյանացին է, ինձ ներեք այս բառի համար, բայց այդպես է, ինքը Ռոբերտ Քոչարյանացին է, այդ դաշտում է եղել, թե լրատվական դաշտում իր 7 օր այդ մամուլի միջոցով, թե ընդհանրապես այս ամեն ինչով։ Եվ նրանք էլ առանձին են իրենց տեխնացիայով մասնակցում։ Ակնհայտ է, որ այս երկու տեխնացուներն էլ Ռոբերտ Քոչարյանի թիմի տեխնացուներն են։ Ինչու են երկու տեխնացիով հանդես գալիս։ Եվ ինչու որևէ մեկը չի շեշտում, որ ինքը Ռոբերտ Քոչարյանն է։ Այստեղ ամենահետաքրքիրը նա է, որ մեկն ասում է դաշնակցությունից, եմ չի ասում, որ Ռոբերտ Քոչարյանն եմ կամ Սերժի Սակուլիկն եմ։ Այն մեկն էլ չի նշում, որ ինքը, ասենք, Ռոբերտ Քոչարյանի Մայր Հայաստանը այդ Ռոբերտ Քոչարյանի պրոքսին է։ Որովհետև հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն անուն ազգանունը հանրային ընկալման մեջ բացասական վերաբերմունք ունի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի բացասական վարկանիշը 58% է բոլոր հարցումներով։ Այդ ամենաբարձրն է Հայաստանում։ Որն էլ Ռոբերտ Քոչարյանը անվանում է տոքսիկ, այսինքն այդ անուն ազգանունը տոքսիկ է, մարդիկ խուսափում են այդ անուն ազգանունից եւ այդ անուն ազգանունի դեպքում չեն քվեարկելու։ Ես ասում եմ ժողովուրդ, որ այս երկու տեխնացուներն Ռոբերտ Քոչարյանն են, եւ եթե դուք գնալու եք իրենց քվեարկեք, ուրեմն դուք քվեարկելու եք Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ իրենք ուզում են, որ հիմի Էջմիածնում իրենք հաղթեն, այսինքն Ռոբերտ Քոչարյանը հաղթի, որ 2026 թվականին էլ Հայաստանում էր Ռոբերտ Քոչարյանը հաղթի, որ հաղթի, որ ինչ անի, որ օգոստոսի 8-ի թղթից հրաժարվի ու գնա նոյեմբերի 9-ի փաստաթղթի, եթե իհարկե Ալիևը այդ հնարավորությունը իրեն տա ու այդ ընթացքում պատերազմով խնդիրը չլուծի, որովհետև կասի, որ հայերը նրանից էլ են հրաժարվում, նրանից էլ ինձ այլ տարբերակ չի մնում, քան Նախիջևանի իմ եղբայրների հետ ուղիղ ուժով ճանապարհ բացել։ Ժամանակը սահմանափակ էր, բայց Քոչարյանը ոչ թե հրաժարվելու մասին է ասում, այլ ասում է կարելի էր ինչ-որ առաջարկներ ներկայացնել, ըստ էության թուղթը խմբագրել եւ հայկական առաջարկներ ներկայացնել Հայաստանի շահերից բխող, բայց դրանով չեմ ուզում ամփոփել մեր հարցազրույցը, պարոն Սարգսյան, այսօր քննչական կոմիտեն Դանիել Յովհաննիսյանի հաղորդման հիման վրա բերման է ենթարկել միանգամից 5 հոգևորականի, բոլորն էլ Արագածոտնի թեմից եւ ձերբակալվել է նաեւ թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Հիմա հաղորդման հիմքը հանդիսացել է Տեր Արամի այն հայտարարությունը հանրայինի եթերում, որ 2021 թվականին Վերադասը իրենց կարգադրել է մասնակցել ընդդիմադիր հավաքի։ Հիմա ներկայացվել է հաղորդում, կատարվել են գործողություններ եւ ելի ընդդիմադիր դաշտը աղաղակում է իշխանական ճնշումների մասին, այս ամենը կապում է նախընտրական տրամադրությունների հետ։ Ինչ կարող եք ասել։ Նախ միանշանակ պիտի անդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի հետ ասացին, ինքը շատ ուղիղ, չեմ կիսում ձեր ասածը, շատ ուղիղ ասել է, որ պիտի առաջարկել տեսակետ, որին Իլհամ Ալիևը չի համաձայնի։ Եվ հիմնավորել է դա նրանով, որ այդ բանակցություններում Նիկոլ Փաշինյանը պատի նկար է եղել կամ սեղանի կողքին դրված աթոռ, հետևաբար դեկորացիա, հետևաբար դրանից հրաժարվել է պետք։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի առաջարկը ոչ թե ոնց էլ պատտվեց հրաժարում է կոնստրուկտիվ որևէ բան Վաշինգտոնում հասնելուն Ռոբերտ Քոչարյանը դեմ է։ Ռոբերտ Քոչարյանը կոնստրուկտիվ որևէ բանի սպասելիք ունի միայն Մոսկվայում։ Մնացած ցանկացած մոտեցում մանիպուլյացիա է։ Մոսկվայից են կողմ Ռոբերտ Քոչարյանը ուրիշ տեղ չգիտի։ Կիրակի օրերն էլ Մոսկվա է գնում։ Այս էլ սարկազմի համար ուղղակի։ Ինչ վերաբերվում է հոգևորականներին կալանավորելուն։ Գիտեք, այն ժամանակ, երբ որ Բագրատ Սրբազանը եւ Աչապահյանը քաղաքական գործողությունների կոչեր էին անում, ոչ թե տեսակետ էին ասում, այլ քաղաքական գործողությունների կոչեր էին անում։ Օրինակ Վեհապար Հայրապետը ինքը տեսակետ էր ասում, ինքը ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա պատերազմից հետո։ Այդ տեսակետ է, այդ գործողություն չի։ Բայց երբ որ ասում են, այ դուք չունեք այնքան մարդ գեներալներ, որ հեղաշրջում անեն, այս արդեն գործողությունների կոչ է։ Այդպես Նաիրի Հունանյանին են արել։ Ու բարեբախտաբար գեներալների մեջ կամ Հայաստանում եղած զինվորականների մեջ ու մոտ զենք կար, որևէ մեկը Նաիրի Հունանյան չդարձավ ու այդ խնդիրը չգնաց լուծելու։ Ու եթե լուծեր Աչապահյանը այդտեղ մեղք ուներ թե չէ, այդ թողում է Աչապահյանի խղճին։ Ինքը ինչ որ պահի ասու առաջ դրան, ասու մոտ դրան պատասխան է տալու։
Հիմա երբ որ իրենք մտել էին, ինչ էր պետք անել, ես կարծում եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր խորհուրդը պիտի կանչեր իր եղբայրներին սրբազան ու ասեր, գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ դուք իրավունք ունեք տեսակետ ասելու, բայց դուք իրավունք չունեք գործողություններ առաջարկելու կամ առաջնորդելու շորտաուշյան շարժումներ Ղարաբաղ հասնելու առումով։ Կամ դուք հրաժարվում եք դրանից, կամ դուք հրաժարվում եք հոգևորական լինելուց, դառնում եք աշխարհիկ։ Եթե իրենք հրաժարվեին, չէին հրաժարվի, կասեին, ոչ հրաժարվում ենք, ոչ բան կաթողիկոսն է վատ։ Հոգևոր խորհուրդը կդներ կարգալույս կաներ, ոսեր եկեղեցին իր դիրքերում կլներ, որևէ եկեղեցականներ չէր ձերբակալվի, որ այսօր եկեղեցին իր էության մեջ ամբողջությամբ մտել է քաղաքական գործընթացների մեջ, ասենք գիշերային հոգևոր խորհրդի նիստ է անում, դատապարտում է Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Այն դեպքում, որ նոյեմբերի 9-ից հետո անգամ գիշերային նիստ չի արել։ Այն դեպքում, որ մարտի 1-ից հետո, երբ որ 10 մարդ էր զոհվել, նման գիշերային նիստ չի արել։ Հասկանում եք, որևէ կերպ, որևէ պարագայում վեհապար հայրապետը կամ հոգևոր խորհուրդը չեն ասել, որ Բաքրատ Սրբազանի կամ Աճապահյանի տեսակետները իրենց անձնական տեսակետներն են։ Նրանք սատարել են դրանից, նրանք երկուսն էլ ասել են, որ իրենք ունեն վեհապար հայրապետի օրհնությունը։ Իսկ եթե իրենք քաղաքական դաշտում են ունեն վեհապար հայրապետի օրհնությունը, դա նշանակում է, որ վեհապար հայրապետն էլ քաղաքական դաշտում է։ Իսկ եթե եկեղեցին քաղաքական դաշտում է, քաղաքական դաշտում գործողները ենթարկվում են քաղաքական դաշտի կանոններին։ Այդ կանոնները միշտ չի որ արդար են։ Ընդհանրապես արդար շատ քիչ բան կա։ Արդար միայն Աստված է։ Ու մարդը Աստծու հետ ունեցած կապում, երբ որ եկեղեցում աղոթում է Աստծուն, ու այդտեղ եկեղեցական այդ միջնորդն էլ չի, մարդու Աստված կապի մեջ է, թե դու արդարություն ես ուզում, գնա եկեղեցի, ոչ քաղաքականությունն է արդար, ոչ ներքաղաքական կյանքը, ինձ էլ իմ ժամանակին ասեցին նախ կամ տնտեսությունն ես ընտրում կամ քաղաքականությունը, ուղիղ ասվել է Ռոբերտ Քոչյանը, կենթանի մարդ է թող Աստված երկար կյանք տա իրան։ Ասեց կամեն, ասեցի քաղաքականություն, վերջին ես ինչ ունեի, ինձանից խլեցին, եղբորից էլ խլեցին։ Եթե քաղաքականությունն ես նախընտրում, դու պիտի չունենաս ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանաս քաղաքական թիմ պահել։ Այս քաղաքականության մեջ հայկական քաղաքական դաշտի օրենք է։ Ինչքան ժամանակ է պետք, որ Հայաստանը հասնի եվրոպական չափանիշներին, որ նման օրենքներ չգործեն։ Մենք նոր ենք այս ժողովրդավարություն ասած միտքը փորձում ուտել ու դեռ չենք հասկանում դրա կորիզն ուտելու է թե չէ։ Եվ այս ամեն ինչը նույն այդ եկեղեցականների կալանավորումը նաև այդ համատեքստում է եւ դա ինչ որ առումով կարելի է համարել նաև սպասելի։ Ինչքան էլ տխուր է, բայց դա սպասելի է ու այդպես էլ պիտի լիներ։ Դրսից Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա որևէ ազդեցություն չպիտի լինի։ Իսկ որ թե Մոլդովայում, թե Վրաստանում, թե նախկին սովետական մյուս երկրներում եկեղեցին ռուսական ազդեցությամբ ներքաղաքական կյանքին է խառնվում, այս արդեն ապացուցելու կարիք չունի, էլի իմաստ չկա փորձել ապացուցել, որտեվ փաստ է դա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով։ Thank you.